Ինչ կասեք այսօր առավոտյան մեկնարկած գործողություններից։ Ինչ ասել իշխանության ցինիզմի, վախերի, անճարակության դրսևորումն է, լռեցնել ազատ ձայնը, լռեցնել պայքարի բոլոր օջախները, լռեցնել արժանապատվությունը եւ միևնույն ժամանակ զուգահեռաբար ոչնչացնել պետությունը եւ պետականությունը եւ այն խեղկատակությունը կամ այս կեղծ ամբողջ ընթացքը, որ առավոտից մատուցվել էր հասարակությանը, որևէ առնչություն չունի իմ կարծիքով արդարադատության հետ, առնչություն չունի պետության հետ, խոսքի ազատության հետ, մարդու իրավունքների հետ եւ ամենակարևորը արժանապատիվ պետություն ունենալու հետ եւ այն օրակարգերը, այն մղձավանջային օրակարգերը, այն գոյությունական օրակարգերը, որ այսօր դիմագրավում է Հայաստանը, նկատի ունեմ նաև աշխարհաքաղաքական միջավայրը եւ Հայաստանի անվտանգային զրո երաշխիքները եւ ներքին պարակտվածության այս սարսափելի մթնոլորտը ուղղակի սա մի ձեռագիր է վրեժխնդրության, հանրությանը լռեցնելու եւ ախի ճիրաններում պահելու, սկսեց Սամվել Կարապետյանից, այսպես ընդամենը մեկ անկեղծ նախադասության կամ մտադրություն, եթե կարող է արժանանալ ուրեմն այդ ճակատագրին, բնականաբար իշխանությունը պետք է փորձի այսպես բոլոր ընդվզումի, պայքարի, արժանապատվության, պետություն ունենալու, այս հողի վրա ապրելու, այդ տեսակ մարդկանց լռեցնել եւ հանրությանը, այսպես ասած կարմիր քարտ ցույց տալ, որ հնարավոր պայքարները այս հերանեկարն են ունենալու, բայց նաեւ խոսում եմ մի բանի մասին, սա խոսում է այն մասին, որ այս ռեժիմը բնականաբար իր հոգեվարքի ընթացքի մեջ է, գործիքների ընտրության մեջ որևէ սրբություն չունի, ինչպես մինչ այդ չուներ որևէ սրբություն, եւ այն պիղծ պայքարը, որ սկսել է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, այն պիղծ պայքարը, որ անհատ գործիչների եւ ոչ միայն քաղաքական գործիչների նկատմամբ է վարվում, այս բոլորը վախերի, ինչպես արդեն ասեցի, ռեժիմի հոգեվարքի մասին է խոսում։ Գալստյան կրկին դեք մի բան, արդարադատություն, որը Նիկոլ Փաշինյանի գրպանում է, այսօր հետևում է լուրերին եւ այսպես բոլոր գրեթե դատերը մակագրվել են իրենց սրտի դատավորներին, որոնք բացարձակապես երբ որ իշխանության ավատարմության եւ արդարադատության կաֆեմիդային արդարադատության մեջ ընտրություն պիտի անեն, բնականաբար ընտրում են Նիկոլ Փաշինյանին, այն Փաշինյանը, որ իշխանության եկավ իրենց անվանելով վնգստացող դատավորներ եւ նաեւ ասելով թե ուր այն դատավորը, որ պիտի չլսի իմ խոսքին, իսկ ընդհանրապես կարծեմ 2 շաբաթ առաջ էր իր վերջին բեմելը խորհրդարանում, եւ որ այսպես հրապարակայինորեն անոնսեց, որ բոլորիդ կկողեմ ԱԱԾ պատվալները, կարծեմ ցիտում եմ ես իրեն, կներեք ոչ նորմատիվ բառապաշարի համար, սրանք Փաշինյանի խոսքերն են։ Ահա այսպես իրականության մեջ ենք ապրում։ Այս իշխանությունը կրկին թիրախավորում է զոհված ինձարայողի հորը եւ նա այս պահին Արա Ռոստոմյանը դատարանում է եւ նրան կալանքի են բերել։ Գիտեք, ես բոլորովին չեմ զարմանում եւ Արա Ռոստոմյանը առաջինը չէ, որ այսպես հերոսածին մենք տեսել ենք թե հերոսածին մայրերի նկատմամբ ինչ անարգալից, ինչ ստոր վերաբերմունք են դրսևորել այնտեղ կանգնած ոստիկանները, ես հավաքական եմ ասում, միգուցե նրանց մեջ ինչ-որ նորմալ մարդիկ կգտնվեն, բայց իրավապահ ինչպես ասացի, Նիկոլ Փաշինյանի գրպանումը եւ նրա քաղաքական քիմքին է սպասարկում, իսկ Արա Ռոստոմյանը, Գալեյանը, այնտեղ նստած մեր սիրելի Ալիսը, առաջին անգամը չի, նրանք կարմիր գծեր հատած սրբություններ չունեցող, սրբություններ ճանաչող հանրությանը, եթե այս աներևակայելի պառակտման բերած եւ ի վերջո վերջին մեկ շաբաթում այդ Փաշինյանը եւ մյուս այդ զույգը, այսպես կոչված ընտանեկան զույգի ողջ բառապաշարը իր դրսևորումներով, որ նույնիսկ անհարմար է զգում այդ մասին բարձրաձայնել, այս ամենը խոսում է այսպես հոգեկերտվածքով մարդկանց մասին, որոնք ոչ միայն սրբություններ չունեն, որոնք բարոյական արժեքներ չունեն, արժեքային համակարգ չունեն, որոնք չգիտեն ինչ է պետությունը, ինչ է պետականությունը, ինչ է ժողովուրդը, ինչ է նշանակում հանրային պատասխանատվությունը, ինչ ասամ, այս ամենը ինչի մեջ մենք ապրում ենք, կոչվում է մղձավանջ, բայց եթե սրանք սա սովորական մղձավանջ լիներ, արել էր մի օր հաղթահարել, բայց այս մղձավանջը պետականության գին ունի, մենք ամեն օր կորցնում ենք Հայաստանի
վերականգնման հնարավորությունները վաղուց հատել ենք անշրջելիության այսպես կետերը հատել ենք ուղղակի ողբերգությունն է եւ ես երբեմն գիտեք երեք կարծում էի դրա բառապաշարի այսպես հրավառությունը եւ նաեւ մենք տեսանք թե միջազգային լրահոսը ինչ վերնագրեր էր զետեղված գիտես գետին լրատվամիջոցները այսօր հրճվում էին ձեռքակալությունները երբ որ կատարվում բնական է որովհետեւ այս իրավիճակի առաջին եւ առաջի շահառուն Ադրբեջանն է եւ Թուրքիան եւ գիտեք մի քանի զուգադիպություններ անեմ այս ամենը զուգադիպեց Թուրքիայի վերադարձի հետ եւ այսօր գիտեք ասում են որ այս քաղաքական թիմը սիմվոլներ սիրող է այսօր կարծեմ Ադրբեջանի զինված ուժերի օրն է եւ ինքը իր հերթական նվերը մատուցեց նրանց եւ բնականաբար այն ամենը այս մղձավանջը այս ատելությունը այս պետականության կոլապսը ինստիտուտների կոլապսը պետական ինստիտուտների բարոյականության կոլապսը ինչի մեջ մենք ապրում ենք անմարդկային դիմագիծը երբեմն ասես լավ միթե հայը կարող էր այս դեգրադացիան ապրել կարող ենք ապրել հիասթափեցնող այս իրականությունը սրանք միայն եւ միայն Ադրբեջանի օրակարգը սպասարկող հանձնառություններ են եւ այս տպավորությունն ունեմ թե ամենօրյա ռեժիմով Փաշինյանը ուղղակի զեկուցում է թե այսօր ինչ նոր առաջադրանք մեկ այլ առաջադրանք հաղթահարվեց վասն Ադրբեջանի կամ հակառակորդի կամ թշնամու ավելի ճիշտ կլինի ասել